Դա սնունդի շնորհիվ է հարց։ Երեք չափագտալ ու մի քիչ էլ ավել կարագեցնել, երբեք մի ափսոսացեք, որովհետև ինչքան շատ սպիտակուց ու ես որպես կոկտեյլից ինչքան շատ ես ուտում, այդքան ավելի շատ վիտամիններ եւ սպիտակուցներից ստանաս չկա ոչ մի բացասական կողմ։ Բացասական կողմը գիտեք որն է։ Եվ որ դու տարիներ շարունակ փորձում ես ազատվել փորից ու չի ստացվում, դա բացասականը։ Իսկ Herbalife-ից միայն դրական։ Այդ չվախենակ բառեցին դա կար գրաֆիկ ռեժիմ, դա ավելի հեշտ է, քան դուք պատկերացնում եք։ Ավելի դժվար է, երբ որ դու անընդհատ նայում ես հալի մեջ, քեզ դուր չի գալիս, անընդհատ ուզում ես փոխես մարմինը, բայց երբեք չի ստացվում, կամ եթե ստացվում է, չես կարողանում երկար ժամանակ պահես արդյունքը։ Ամեն բան մեր ձեռքերում է, եթե մենք մի բան ուզում ենք, անպայման կանացնենք։ Այո, պետք է հրաժարվես որոշակի քո սովորություններից, բայց արժի, որովհետև դու ստանալու ես ավելի դու ստանալու ես հաճույք, որ ավելի երկար է տևում, քան այդ մի քանի վայրկյան այդ խմորեղենը։ Անմահականը։ Իսկ ինչ ես պետք է ամբողջ կյանք խմեմ Herbalife-ը։ Չէ, ամբողջ կյանք պետք է քեզ հետևես, կուզես Herbalife կխմես, չես ուզի, մի խմի։ Եթե չես հասկացել Herbalife-ը ինչ է, ինչ ասեմ ես։ Herbalife-ը դա սնունդ է։ 15 տարի ես բացատրում եմ մարդկանց, աշխատում եմ մարդկանց այդ 15 տարվա ընթացքում բազմաթիվ գոհաճախորդներ։ Եվ կան հաճախորդներ, որ արդյունքը չեն պահում, որովհետև սկսկա առանց թողնելու էլ կարելի է սկսել անկապ սնվել, շատ լավ չեղանում ես, շատ լավ չեղանում ես։ Բայց չեղանում ես։ Չեղանում ես հենց քո սխալ սովորությունների պատճառով։ Իսկ ով որ հասկանում է, որ ինքը պետք է իրան միշտ հետևի, փոխի սովորությունները, նա երբեք նորից չի գիրան։ Ուզում է Herbalife-ի հետ, չի ուզում, կարա առանց Herbalife-ի։ Իմ ընտրությունը միայն Herbalife-ի, որովհետև սա հեշտ է, որակով է ու սա չի կարա ուրիշ սնունդ փոխարինի երբեք։